Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին մեր երկրում մեծ աճ եւ առաջընթաց ունի թմրամոլություն։ Պաշտոնական տվյալներով 15%-ով, իրականում շատ ավելի մեծ ծավալով, այսօր ամեն մի թփի ծառի տակ շքամուտքում նարկոտիկ են ծախում օրը ցերեկով, թմրամոլությունը մեր երկրում մեծ ծավալների է հասել։ Սա ինչի համար է։ Մեր ընտանիքները քանդելու, երիտասարդությանը սխալողությամբ տանելու ու լուրջ սպառնալիք է, անվտանգային սպառնալիք է, նույնիսկ դպրոցներում արդեն տարածումը տեսնում եք, մեր հասարակության համար։ Արմատախիլ ենք անելու։ Թմրամոլությունը մեր երկրում պետք է համակարգային պայքար ուղղվի եւ իսպառ բացառվի։ Ու այսօրվա այս ծավալը, որ գոյություն ունի ժողովուրդ ջան, գոյություն ունի, որովհետև սա ունի պետական հովանավորչություն, հակառակ պարագայում այս ծավալով չէր կարող լինել։ Երկրորդ առաջընթացը, այս իշխանության օրոք, սա խաղամոլությունն է։ Ընդհանրապես մի թիվ եմ ասում ձեզ ժողովուրդ, 2018 թվականին խաղադրույքների ծավալը կազմում էր $1 միլիարդ։ Այսօր խաղադրույքների ծավալը $20 միլիարդ։ 20 անգամ Նիկոլի իշխանության տարիներին խաղամոլությունը այս երկրում աճել է։ Պետական բյուջեից շատ, պատկերացնում եք դուք, խաղամոլության խաղադրույքների վրա գումար է դրվում։ Բոլորս գիտենք, չէ՞, քանի ընտանիք է քանդվում։ Նիկոլ Փաշինյանը կազինոն մտցրել է յուրաքանչյուր հայի օջախ։ Ընտանիքներ են կործանվում ու անվերադարձ։ Հայաստան դաշինքը ասում է, որ պետք է սահմանափակվի on-line կազինոների գործունեությունը եւ այդ չարիքի դեմը պետք է առնվի, որովհետեւ դրանք հայկական օջախների քանդման ու երիտասարդության կործանման պատճառ են դառնում։ Հանցագործությունների ծավալը 80%-ով ավելացել է, սպանություններինը 66%-ով։ Որովհետեւ այս իրավապահ համակարգի աշխատողները հիմնականում զբաղվում են քաղաքական գործիչների ու ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց լսելով, գործ սարքելով այս հարցերով։ Իսկ իրական հանցագործները, եթե դուք դատական որոշումներն էլ նայեք, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողները ազատության մեջ են, իսկ պարզ քաղաքական հայտարարություն անողները այսօր կալանքի տակ։ Հենց այդ դրա արդյունքում մեր երկրում նաև հանցագործությունների նման ծավալ գոյություն ունի։ Հանցագործությունը մեր երկրում տեղ չի ունենալու, դաշինքը հստակ հայտարարում է, երկրում պետք է լինի կարգ ու կանոն եւ այս համակարգային պայքար հանցագործության դեմ։